Հավատալով, որ մենք այս հարցի լուծումը կարող ենք նաև արտադատական կարգով ստանալ եւ ունենք հիմա ազդակներ, որ սկսվել է բանակցություններ նախարարության կողմից միտված Գոյ թատրոնի հետագա կարգավիճակը լուծելու հետ կապված, այսինքն դատական process-ին զուգահեռ հենց հիմա սկսվել է գործողություններ, որին բանակցություններին չվնասելու հիմքով մենք փորձել ենք ժամանակավորապես որոշակի ակցիաներ դադարեցնել։ Դրա մասին երևի ավելի ճիշտ կլինի նաև աշխատակիցները խոսեն, բայց ես որպես իրավաբան ասեմ, ես նախ ողջունում եմ ու շատ հավատացած եմ, որ անլուծելի հարցեր չկան եւ ըստ էության, եթե բանականությունը, ողջամտությունը ինքը առկա է, ուրեմն պետք է լինի նաև լուծում։ Ըստ էության բոլորիս նպատակը մեկն է, որպեսզի մենք կարողանանք լուծել խնդիր, այսինքն Գոյ թատրոնի լինելիության հարցը։ Եվ այդ գերնպատակի համար այսօր շատ ուրախալի է, որ անկախ դատական process-ներից կա հիմա ազդակ ձեռք մեկնում կամ քննարկումներ, որոնք միտված են լինելու զուգահեռ դատական process-ների լուծելու ավելի շուտ, ավելի հանգամանալից եւ հստակ։ Բանակցությունները երաշխիք են, որ կրթության նախարարությունը հետ Տեսեք, այստեղ ես ուզում եմ հիմա, որպեսզի խոսքը վերաբերում է նոր սկսվող բանակցությունների եւ նոր ընթացքի, բայց երաշխիքների մասին առավել եւս այս պահին որոշակի որևէ բան խոսելը անիմաստ է։ Դա արդյունքը ցույց կտա։ Մենք հավատացած ենք, մենք այդ սկզբունքով ենք գնում եւ որպեսզի բանակցությունների ընթացքը ճիշտ ու ողջամիտ ձևով գնա, մենք որոշել ենք, այսինքն Գոյ թատրոնի աշխատակիցները որոշել են ժամանակավորապես նստացույցը դադարեցնել եւ այսօր ուղղակի մենք հիմա հավաքվել ենք իրավաբանորեն, տեսեք ինչ է տեղի ունեցել, մենք դատական հայց ենք ներկայացրել Գոյ թատրոնի աշխատակիցների կողմից անվավեր ճանաչելու պետական ռեգիստրի կողմից դեռևս հունվարի 30-ին Գոյ թատրոնի պետական այդ թվում պետական գրանցումը եւ միավորման հետ կապված բոլոր գրանցումները անվավեր ճանաչելու մասով։ Հիմա մենք ունենք դատական որոշում դատարանի վարչական գործով, որով ապրիլի 5-ին դատանը վարույթ է ընդունել այդ որոշումը։ Այս պահին մենք փորձելու ենք մոտենալ Սունդուկյան թատրոնի անձնակազմին, հատկապես մենք ունենք գրած հիմա դիմում, որով երկու խնդրանք ենք առաջարկել ենք նախ կասեցնեն այդ գործողությունները, որտեղ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ վիճարկման հայցի դեպքում վիճարկող որոշումից բխող գործողությունները դադարում են։ Տվյալ պարագայում մենք վիճարկում ենք Գոյ թատրոնի պետական գրանցումը դադարեցնելու մասը, հետևաբար դրանից բխող հետևանքները աշխատակիցներին պայմանագրի էական պայմանների փոփոխության մասին, դուռը փակելը եւ մյուսը, սրանք պետք է կասեցվի, առնվազն ապրիլի 5-ից սկսած։ Հետևաբար առաջարկում ենք 2-օրյա ժամկետում, որպեսզի Սունդուկյան թատրոնը տնօրենը հրահանգի այս մուտքը բացվի եւ մարդիկ գան իրենց բնականոն աշխատանքին։ Առայժմ սա ենք ուզում իրազեկել։ Դատական հայցում ինչ է փոխվել, որ դատարանը որոշել է վարույթ ընդունել։ Ըստ էության գործընկերներ, ես չեմ կարող դատարանը հենց իր մեկնաբանությունը տվել է, բան չի փոխվել։ Ըստ էության մեր բանը եղավ, որ նոյեմբերից մինչև հիմա չէր ընդունվում վարույթ, բայց հիմա սա նոր հայց է։
եկեք մենք տարբերակենք, Այսինքն մենք դուք ունենք բազմաթիվ այո, գործողություններն եք ուղղակի վիճարկում։ Մեր խորին համոզման իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ապօրինի գրանցում է կատարվել, որը հիմա վիճարկում ենք դատարանում։ Ինչն է դրա հիմքերը կարող եմ կարճ ներկայացնել։ Մասնավորապես կառավարության որոշումից բխող գործողությունները մեր էլի համոզմամբ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով պետք է կասեցված լինել, մինչդեռ գործողությունները շարունակել են եւ առանց հանձնում ընդունում կատարելու, որը նաեւ ես հետեւելով լրատվությանը տեսել եմ նաեւ որ հենց Սունդուկյան թատրոնի աշխատակիցների կողմից են փաստում, այսինքն առնվազն փաստում են, որ ցենց ասեմ, լավ, խոչընդոտվել է կամ չգիտեմ ինչ է եղել, բայց իրականում ոչ մի խոչընդոտ չի եղել, եղել է ընդամենը առանց հանձնում ընդունում եւ որոշակի գործողություններ կատարելուց ոնց ասեմ, ապօրինի կատարելու արդյունքում պետական գրանցման դադարեցում, որը վիճակվում է։ Եթե ապօրինի է, օրենքը ձեր կողմից չէ, որ այս կարող եք մինչև վերջ գնալ։ Ես նորից կրկնում եմ, այսօրվա մեր գործողությունները կախված են օրենքի հաղթած իրավունքի վերականգնմանը։ Մենք անել ենք ամեն ինչ օրենքի սահմաններում։ Ինչ վերաբերվում է Գոյ թատրոնի աշխատակիցների կողմից ակցիաները, հատկապես նստածույցը, որը հայտարարված է, 3 բանից, այսպես ասեմ, նախնական պայմանավորվածությունների համաձայն, բանակցությունների ընթացք պետք է ապահովի, որին նաև գործուն ջանքեր է դրել թատերական գործիչների միության ղեկավար պարոն Ղազարեանը, եւ ըստ էության, որպեսզի այս ամեն ինչը չխոչընդոտվի, մենք գնում ենք ուղղակի օրինական ճանապարհով դատարանների որոշումներով իրազեկում ենք Սունդուկյան թատրոնի ղեկավարությանը, որ կա այսպիսի որոշում, ասեմ ինչն է էլի նաև տեսեք դատալեքս պաշտոնական տեղեկատվական կայքում արդեն հրապարակված է թղթային տարբերակով չենք ստացել։ Մենք մի քայլ առաջ տանում ենք իրազեկելու, որ կա այսպիսի որոշում եւ խնդրում ենք նախքին ստատուս կոն, այսինքն ոնց կար Գոյ թատրոնը ոնց աշխատում էր, այդ տրամաբանության այդ հիմքի ներքո մենք պետքա այո, կառավարության այո ներկայացնենք եւ հարգելի գործընկերներ, ես ըստ էության նորից կրկնում եմ, ես հույս ունեմ, որ պետքա մինչև անկախ դատարանների որոշումից, որը մենք պայքարելու ենք, փորձենք նաև արտադատական կարգով այս հարցի լուծում տալ, որը տեսնենք ինչ կստացվի։ Այս պահին ես էլի հայտարարում եմ իմ վստահորդների անունից, որ կար մի շարք ակցիաներ, գործողություններ, որը նաև իմ խնդրանքով, մեր բոլորիս, համոզմունքով, այս պահին ժամանակավորապես բոլոր ակցիաները դադարեցնում ենք։ Նորմալ է։ Հա։ Կողքսերի Պարտադիր չի, ուղղակի զուտ որպես գործընկեր փորձում ներկայացնել դիմումի բովանդակությունը։
Ուզերը տեսակ, Հնդկաստանը զենքա տալիս գերեի։ Լուսային։ Ստես դիտկա դեպի։ Այսանա հավեսոքի ուժգոն խոսող։
Կարևորը ով է։ Բարոյը փաստորեն է դա, դասը Չգիտեի։ Եի բացակում եք չեք ստացել։ Հանցագործներ են բռնում։ Կարո ջան, մենք հենց էտա ու չենք ուզում ստեղել։ Ձեր իրավունք։ Մենք բացակայության ընթացքում 4 հարկից գյուղի իջացել են 3-րդ հարկը։ Նրանք դեմն են։ Ո՞վ։ Իրավաբանը պետք է իջի։ Իրավաբան։ Իրավաբանը պետք է ունի բան։ Ցանկալի է։ Գոնե դերասան գա մենք էլ հանդիպենք։ Ամենից սկսվում է նորից։ Մենք Իրավաբանը արձակուրդի մեջ է հիմա։ Բան չասես, հիմա իրավաբանը արձակուրդի մեջ է։ Հետևյալն է, որ տեսեք, ավելի վարչական այցելում է մարուտը, որով գոյթ ապնում այդ գոյթ այսինքն պետական գրանցում կառավարության մասով կայացված գրառում գրանցում։ Հիմա ընդունելու հենքը այն է, որ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով, երբ որ վիճարկում ես որոշակի որոշում, դրանից բխող գործողությունները կասեցվում են։ Վիճարկման հայցը կա, վարույթը կա, վերել եմ, որպեսզի ծանոթանանք։ Այդ տրամաբանությունից ելնելով մենք գտնում ենք, որ ներկա պահին, իսկ ապրիլի 5-ից սկսած, ի վեր, այն գործողությունները, որ Սունդուկյան թատրոնն է իրականացնում, մասնավորապես աշխատակիցներին պայմանագրի էական փոփոխությունների մասին ծանոթություններ ավարտում։ Առաջարկում են, որ այդ ծանոթությունները հետ կանչվի, եւ երկրորդ առաջարկում են, որ 2 օրվա ընթացքում Գոյ թատրոնի մուտքը այն կողմից բացվի, ապահովելով դրանով աշխատակիցների անխոճնդով ներկայանալ իրենց աշխատավայր, գործունեություն ծավալելը, մինչև դատական ակտը օրինական ուժ կստանա դատարանի որոշումը կլինի։ Այս հիմքով հիմա ներկայացնում ենք այդուհանդերձ նաև որպես բարեկամքի դրսևորում սիմվոլիկ ենթադրում ենք, որ հնարավոր է նաև քանի որ բովանդակություն ներկայացրեցի, որ առաջիկա կես ժամ 40 րոպեվա ընթացքում մեր հարցին լուծում տրվի, այսինքն որը բացվի, մենք կսպասենք նաև ճիշտ է, մենք առաջարկել ենք 2 օրվա ընթացքում, բայց կարող է շուտ ավելի արձագանք լինի, մուտքի մոտ կսպասենք, միգուցե բացեք, սկսենք աշխատանքային process։ Բարձր, շնորհակալություն, այդ ինչ որ ասեցիք, այս գրության մեջ կա գրած, հա։ Դուք ընթերցում եք, թե պարզապես ասում եք ինչ որ գրել եք։ Որ գրել եք։ Շատ բարի, շատ լավ որ լրագրողների ներկայությամբ այս ամեն ինչ ասեցիք։ Խնդրում եմ սա ոնց որ կարդանա, պոստայով ուղարկեք մեզ, քանի որ հիմա մեր իրավաբանը տեղում չի։ Պոստայով ուղարկեք մեզ, մենք կստանանք, համապատասխան կարգով ձեզ կպատասխանենք։ Այդ պետրեգիստրի դուք դատարանում չեղարկում եք, հա, վիճարկում եք պետրեգիստրի գրանցման որոշումը եւ միավորման դրանցում։ Դա արդեն արվել է։ Հասկանում Դա արդեն արվել է եւ դե ֆակտո այդ տարածքը պատկանում է Սունդուկյան թատրոնին կադաստրով, որը դուք լավ պատկերացնում եք եւ գիտեք, եւ այդ վճռի մեջ կադաստրի վերաբերյալ որևիցե մի հատ բան չկա, ես ինչքանով տեղյակ եմ, եւ որևիցե մեկը մեզ որոշման եզրակացություն չի տվել, որ մենք կատարենք այն գործողությունները, որոնք որ դուք հիմա բանավոր կերպով ասեցիք, հա,
Այդ իսկ պատճառով մեր պահանջը մնում է նույնը, որ մեր աշխատակիցները այլևս լրացնելով մեր եթերթիկները ստանում են Սունդուկյան թատրոնի աշխատողների պես կարտ մուտք գործելու եւ մտնում են ազատ ստեղծագործում։ Ոնց որ կարգն։ Լավ, Նախ շնորհակալություն, ես հիմա պոստը անհավասար պայմաններում չեմ ուզում ձեր հետ խոսել, որովհետեւ դուք իրավաբան չեք։ Հիմա կփորձեմ ձերս մնամ իրավաբանական որոշակի ես շատ հանգամանքներ ձեզ եւ դրա համար եմ ասում, դուք հիմա ես ցանկություն չկա, քանի որ ձեր իրավաբանը ներկա չի, բանը վիճելու ցանկություն չկա։ Ունենաք հավասար պայմաններ կլինի կխոսենք, բայց երկրորդ հարցը, պարոն Ներսիսյան, հիմա ես անկեղծ ասած չհասկացա պոչտայով ուղարկելու տարբերակը ինչի համար, դուք ժամանակ եք ուզում, փորձում եք ժամանակ դրանով չէ, բացարձակ, քանի որ դուք անհավասար պայմաններում եք ինչպես որ դուք նշեցիք եւ ցանկալի է որ իրավաբանը լիներ այստեղ եւ այս թուղթը վերցնելու հետ կապված ձեզ կպատասխանել ինչ որ պետք է, բայց ես շատ ուրախ եմ որ բոլորի աչքի առաջ կարդացիք այն բովանդակությունը, որը որ պետք է մենք իմանայինք, մենք իմացանք ու իմացավ նաեւ բոլորը։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ այն գրությունը, որը որ դուք պետք է փոխանցեք մեզ, ուղարկեք պոչտայով, ձեր ընթացած կարգով արձանը ինենք չէ, տալիս ձեր տնօրեն։ Արձակարկով տալիս եմ։ Բա հիմա ես բերել եմ արձարան հանձնելու։ Որտեղ կարամ ընդունարանը որն է, ով կվերցնի, դուք չէ, ով կվերցնի։ Այս պահին համապատասխան մարդ չկա ձեր դիմում ընդունարանը։ Տեսեք, այս ամեն ինչ հիմա արձանագրվում է, ու էլի շարունակում ենք մենք բան, կանխակալ մոտեցում ցուցաբերել։ Ես հակառակը իմ տրամաբանությունն է, որ ես ըստ իմումով ակնկալում եմ ողջամիտ գործողություններ։ Եկեք, պարոն Ներսիսյան, ուղղակի բանը իրավիճակը չբարդացնենք։ Չեք բարդացնում, իսկ ո՞րն է պատճառը, որ դուք չեք ուզում հիմա պոչտայով ուղարկել ժամանակի հարցը։ Որ շուտ արագ լուծվեց հարցը։ Ես ուզում եմ արձարան, տեսեք, որպես կանոն արձարան մարդուն ծանուցել իրազեկելը ամբողջ օրենսդրությամբ եւ պրակտիկայում մարդիկ բոլորը հայտնի ամենալավ ձևն է, որ արձարան հանձնում է։ Հիմա ես ձեզ արձարան կհանձնեմ, թե պոչտային կհանձնեմ, մեծ հաշվով դուք սրա մասին նաև արդեն հրապարակային ծանոթվեցիք։ Ուրեմն ես հիմա մեր իրավաբանի հետ կխորհրդակցեմ, խորհրդակցեմ նոր որոշում։ Ես իրավունք ունեմ դա վերցնել, թե չէ։ Շնորհակալություն։ Կլինի։ Տեսան, մի հատ խոսանք։ Շուտ